ՀԿ-ների ներկայացուցիչներն այսօր իրենց ընդհանուր դիտողություններն ու առաջարկությունները ներկայացրին օրենքի նախագծի վերաբերյալ։ Փոփոխությունների առաջին հոդվածն արգելում է միություն բառը կազմակերպությունների անվանումների մեջ։ Գտնում են, որ այդ փոփոխությունն արդարացված չէ, քանի որ իրականում միություն սահմանումը իրավակազմակերպչական ձև է, որը հնարավորություն է տալիս տարանջատելու ոչ կառավարական կազմակերպությունների տեսակները։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները սակայն գտնում են, որ իրենց աշխատանքն ամենաշատը կսահմանափակեն հոդված 16-ով սահմանված փոփոխությունները։ Համաձայն դրանց կազմակերպությունը պարտավոր է մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը ոչ պակաս քան 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակել տեղեկատվություն կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման, նաև ստացված եկամուտների մասին։ Զարմանալի է, բայց սա նորմալ է համարում Մայրաքաղաքի Արազա հասարակական կազմակերպության նախագահը, ով այսօր Գյումրի էր եկել տեղի ՀԿ-ների հետ քննարկելու այդ փոփոխությունները։ Հասարակական կազմակերպություններին ներկայացնում են այսպես մեղադրանք, որ գրանտակերներ ենք, հասարակության տզրուկներ ենք, ավելորդ օղակ ենք և օգտակարության գործակից չկա, այս թյուր բացասական իմիջը այսպես մաքրելու նախաձեռնությունից ելնելով մտահղացում է առաջացել ՀԿ-ների գործունեությունը դարձնել հնարավորինս թափանցիկ, որի համար լրացուցիչ ուրեմն հոդվածում կետ է առաջացել։ Անկեղծ ասած, անձամբ ես և մի շարք իրավաբաններ, որոնք ինձ հետ աշխատել են, մենք ասել և շարունակում ենք պնդել, որ ըստ էության գործող օրենքը ունի համապատասխան հոդվածը, էլի պահանջում է թափանցիկ գործունեություն և հաշվետվողականություն, պարզապես մենք ոչ բոլորս ենք բարեխղճորեն ենթարկվում դրան։ Եթե Թամարա Աբրահամյանը գտնում է, որ նոր փոփոխություններով առավել թափանցիկ ու մատչելի կդառնա հասարակական կազմակերպությունների գործունեությունը, ապա տեղի պատասխանատուները կարծում են, որ իրենք առանց այն էլ թափանցիկ են աշխատում ու կարիքը չեն տեսնում հատկապես պետությանը ներկայացնելու հաշվետվություն իրենց գործունեության վերաբերյալ։ Եթե ինչ-որ տեղ էլ հանգարտ ունենան ՀԿ-ները որևէ խախտում կատարել, անմիջապես կերևա, այնպես որ նորից մեկ ավելորդ անգամ հաշվետվություն նորից տալ, եթե պետք է նախարարությանը իրոք ճշտել այդ ՀԿ-ի գործունեությունը, թե ֆինանսական և թե ընդհանրապես հաստատությունային գործունեությունը, ինքը կարող է շատ հանգիստ նայել ու ստուգել։ Այս հոդվածը այն տեսքով, որ այսօր կա, երբ որ իրանք են երաշխավորում մեզ համար կայքեջը և այլն և այլն, ես կարծում եմ, որ ինձ ձեռք է տալիս։ Թեոսոֆիա հասարակական կազմակերպության նախագահը գտնում է, որ այս փոփոխությունները խտրական են, քանի որ որևէ հիմնավորում չկա, թե հասարակական կազմակերպությունն ինչու պետք է մամուլում տեղեկատվություն հրապարակի իր աշխատանքային մանրամասների վերաբերյալ։ Սերյան Մարտիրոսյանը հավելում է, նույն ֆինանսական տեղեկատվությունը տրամադրվում է հարկային մարմիններին։ Բացի այդ, ինչ կարիք կա հրապարակելու եկամուտների աղբյուրները և կամ ինչու է պետությունը հետաքրքրված վերահսկել կազմակերպությունների ֆինանսական աղբյուրները։ Այստեղ չի կարելի խախտել։ Եվ եթե հանգստացնենք, դա կարող է գալ միայն հարկայինից, եթե իրեն ձեռնտու թե գնացեք դպես աշխատեք, ինձ բերեք այս կանը կդար, ես աշկերս կփակեմ, բայց որ հնգաշտու ես եւ այլն։ Բանում Հոլանդիայում մինչև վերջերս օրենք կար, որ անպայման շենքերի դեմի պատուհանը մեծ լինի, ամբողջ պատուհանը վարակույր չպետք լինի, որ հարկային համար բան լինի, թափանցիկ լինի, նայել ուրի իմաստով։ Պետությունը միշտ խոսում է ՀԿ դաշտի թափանցիկության, հաշվետվողականության եւ այլնի մասին։ Ես օրինակ որպես ՀԿ ներկայացուցիչ շատ կուզենայի, որ պետությունը սեփական օրինակով ցույց տար այդ ամեն ինչի հնարավորությունը եւ ինքը աներ, այսինքն մեր պետբյուջեի ծախսերը ինչքանով են թափանցիկ։ Արդյոք եթե ՀԿ-ն չի հետաքրքրվում, չի գնում, չի մի 10 հատ նամակ գնում, ստանում է որոշակի ինֆորմացիա մեր պետբյուջեի տարբեր նաեւ սֆերային ծախսերի մասին։ Վերջում բոլորը մեկ կարծիք հայտնեցին, որ միայն մեկ նպատակ են այս փոփոխությունները ենթադրում՝ ավելի շատ վերահսկել հասարակական կազմակերպությունները, տեղյակ լինել դոնորների կողմից ստացված ֆինանսական աղբյուրների մասին, իսկ այդ ամենը ծանր բեռ է ՀԿ-ների համար, քանզի այդ պարտավորությունները կատարելու համար կազմակերպությունը պետք է մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ ծախսի։ Հերմինե Մկրտչյան, Արտյոմ Ադամյան, Gala News։